նա, որ իշխողությունը հայտարարում է, որ իրենք կապ չունեն ընտրախախտումների հետ, բայց ակնհայտ տեսնում ենք նաև այն, որ ընտրախախտումները ըստ տեսանյութերի հրապարակված տեղի են ունենում ԿՊ-ի, այսպես ասած, դիտորդների կողմից։ Հիմա ինչ ենք հասկանում, ինչ է ստացվում եւ ոչ միայն ուղղորդված ընտրությունների են գնում, մյուս կողմից մարդկանց են ահաբեկում, տեսնում ենք նաև որ պաշտոնյաներն են հսկում այդ ընտրատեղամասերը իրենց տարածքային եւ ոչ միայն։ Եթե այսպես շարունակվի, արդյոք չկա մտավախություն, որ ԿԽ-ն կարող է դուրս հրաժարվել։ Տեսեք, ընտրությունների այս ծավալի մասնակցությունը վկայում է, որ ԿՊ-ի վերարտադրության շանսերը մոտենում են 0-ի։ Մենք բոլորը արձանագրում ենք, բոլորը գնահատում ենք, վերջում այդ եզրակացությունը անելու ենք, որ այս ծավալի ընտրախախտումները որքան ազդեցություն են ունեցել ընտրությունների բուն արդյունքների վրա։ Ձեզ վստահեցնում եմ, կարող ենք հիմա տեղափոխվել են սենյակներում էլ կտեսնենք, բոլոր տեղամասերում մեծ թիմ է աշխատում, նաև տեղերում այս ամեն ինչը արձանագրելու։ Այս ընթացքում մենք նաև դրա ծավալը պետք է գնահատենք, որ վերջնական եզրակացության գանք, բայց ի պատիվ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ու այս ծավալի մասնակցության կարծում եմ իրենց վերարտադրության շանսերը բավականին նվազեն եւ ըստ էության այդ հնարավորությունը չկա։ Որովհետեւ մենք չենք տեսնում որևէ հնարավորություն, որ իրենց տվյալները կարողանան ավելացնել։ Ես ներողություն եմ խնդրում, թեթև լրացում ոչ թե ավելացնելու, այլ ուզում եմ հատկապես շեշտադրել միջազգային դիտորդների հետ մեր նախկինում ունեցած բոլոր հանդիպումները, որտեղ մենք ներկայացնում էինք, որ այս տիպի բաներ են սպասվում եւ հիմա օգտվելով առուտից ուզում ենք նաեւ իրենց դիմել, որ այն ինչ արձանագրվում է այսօր, իրենք գիտեին նախապես եւ հուսանք, որ պետք է արձանագրեն այսօրվա ընթացքում արձանագրված, առնվազն այս պահը արձանագրված եւ թվագրված բոլոր այս խախտումները։ Ազատություն։ Պարոն Սաղաթելը, ես ուզում եմ շարունակենք մասնակցության հետ կապված ձեր ընդդիմը, որ սա նշանակում է, որ ԿՊ-ի վերարտադրության շանսը մոտենում է 0-ի, քիչ առաջ Արայիկ Հարությունյանը իր ճեպազրույց իրենց բրիֆինգում ևս անդրադարձավ այս թեմային, ինքն էլ նշեց, որ մասնակցության այս ցուցանիշը վկայում է, որ վերջին 5 տարիներին վկայում են մասին, թե ինչպես է աշխատել կառավարությունը վերջին 5 տարիներին, այսինքն ըստ էության ասում է, որ սա իրենց օգտին մասնակցության աճ է, սրան ինչպես կարծականքեք եւ կուզեի քիչ վերադառնալ ձեր գրասենյակներում այդ խոզարկություններին ու ձերբակալությունների, ինչ են փնտրում, պարոն Սաղաթելյան, ինչ գործեր են հարուցված, ինչ շրջանակում են այդ ձերբակալությունները, ընտրակաշառքի մեղադրանքները, ինչեր են, խնդրեմ մի քիչ մանրամասնեք, որովհետեւ տեղեկություն այդ մասը Գիտեք, հիմնականում վարկաբեկելու, մարդկանց ներքաշելու քերական վարույթների մեջ ու աշխատանքները պարալիզացնելու համար արվում։ Նույն աշտարակի, նույն ընտրակաշառք ընտրողների վրա ազդեցություն, բայց որևէ փաստ, օրինակ աշտարակի դեպքը, որ տեղի է ունեցել, մեր ընկերներից մեկին մեղադրում են, որ 2 տարի առաջ օժանդակել է, որ այդ գյուղում խաչքար կառուցվի։ Ու այդ խոսակցության մեջ ըստ էության դրա մասին է խոսքը։ Որտի կա ձայնագրության մեջ, մեկը ասում է 2 տարի առաջ Աշոտ Սիմոնյանը օգնել է այդ խաչքարը կառուցել ենք։ Ասենց ինչ-որ այսինքն հասկանում եք, գտնեն մի բան, գործ հարուցեն, մտնեն մարդկանց տները խուզարկելու, հույս ունենալով, որ ինչ-որ բան կգտնեն ու ոչ մի բան չեն գտել, չեն գտնելու։ Իսկ եթե այսօր ցանկացած ԿՊ-ի գրասենյակ, մարզպետարան, քաղաքապետարան մտնեն, դրանցից յուրաքանչյուրը 200 տարի կարա դատվի։ Որտեվ ցուցակներով ուղղորդում են երեկվա, 3 չէ առաջորդվա իրենց հանրահավաքին ամբողջ պետական ապարատին ցանկագրել են, ստիպել են, որ գան մանկապարտեզներով, դպրոցներով, քաղաքապետարաններով, մարզպետարաններով, նախարարություններով, ազգային պարկերով, չգիտեմ, ինչքան բյուջետային հիմնարկ կա։ Ու ասել են ոչ թե պետքա գաք մենակ դուք, այլ ստիպել են, որ պարտադիր իրենց ընտանիքից կամ իր հետ եւս 1-2 հոգի բերի։ Եթե ընդդիմությունից մեկը մի հատ նման բան անի, 5 րոպե հետո կալանավորում։ Այսինքն այդ ցուցակներն էլ է իրենց գրասենյակներում, իրենց հիմնարկներում, ընտրակաշառքն էլ, այդ մնացածն էլ։ Պարզապես գտել են ինչ-որ եղանակ, մարդկանց վախեցնելու ու մեր գործունեությունը խոչընդոտելու, պարալիզացնելու, սահմանափակելու, այսինքն մենք օրվա կեսը ստիպված զբաղվում ենք մեր ընկերների իրավական հարցերով, որտեղ համատարած մտնում են կնիկ, ճիժ, մեծ, փոքր, երեք Արարատի մարզում
երեկոյան դաշտից 74 տարեկան մարդու ընտրակաշարքի մեղադրանքով տարել են, բայց ոչ մի կապ չունի, ուղղակի իր որդին մի քիչ ակտիվ է, տարել են, որ ճնշում բանացնեն նրա վրա։ Այսինքն, սա բազմաթիվ դեպքեր ու այդ նպատակով ոչ մեկի վրա էլ որևէ վարույթ չեն կարողանալու ավարտին հասցնել, որովհետև սարկած գործերը։ Իրանք էլ գիտեն դա։ Իսկ ինչ վերաբերվում է մասնակցությանը, Գյումրիում էլ իրենք են խոստովանը, չէ՞ որ Գյումրիում ավել մասնակցությունը դարձավ իրենց պարտության պատճառը, որտեղ իրենք այդ հաշվարկը չէին արել։ Տրամաբանությունը հետևյալն է, որ իշխանությունը իր մոբիլ ռեսուրսով, վարչական լծակներով, պետական ապարատով ունի ինչ-որ քվ։ Եթե քիչ մասնակցություն է լինում, այդ քվն դառնում է մեծամասնություն, բայց մեծ այս ծավալի մասնակցության դեպքում իրենք փոքրամասնություն են լինելու, իսկ Արայիկ Հարությունյանին ընդամենը մի քանի ժամ հետո ժողովուրդը ու արդյունքները իրան պատասխանը կտան ու ոչ միայն դրա, ընդհանրապես իրենց բոլոր արածներ։ Մի լրացում, եթե կարելի է, իրենց 5 տարվա գործունեության արդյունքը դա կորսված Արցախն է, մեծացած Եռաբլուրն է, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում ադրբեջանցիների ներկայությունն է եւ այն տնտեսական աղետը, որի առջեւ այսօր կանգնեցրել են Հայաստանին։ Այդ դա է իրանց գործունեության 5 տարվա արդյունքը։ Եվ ես հուսամ, որ այս բարձր մասնակցության ցուցանիշով մեր քաղաքացիները գնալու են եւ մերժելու են այն բոլոր տառապանքների պատասխանն են տալու, որ հասցրել են այս իշխանությունները եւ կանխելու են բոլոր այն աղետները, որի առջեւ այսօր կանգնեցրել են մեր երկիրը։ Այդ դա է իրանց 5 տարվա գործունեության արդյունքը։ Գուցե զզվել են, գալիս են, որ ազատվեն։